Այն քաղաքական ուժը, որը մեր ձևով էր անունը, հետո չգիտեմ դարձավ ուժեղ Հայաստան, չգիտեմ այդպիսի ինչքան Հայաստաններ կան, էլի, բարգավաճող, լուսավորվող, եսիմ ինչ լինող, հա, ասենք, այստեղ էլ նոր անուն հորինել չեն կարողանում, էլի։ Այս մարդկանց ֆանտազիան, անկախ նրանից ինչքան տեխնոլոգիա են բերել, բացի լավ կադր ընտրելուց ու մակիաժից ուրիշ բանի պիտանի չեն, ուրիշների վերցրածը վերցնեն, մի բառ, մի անուն փոխեն, A5-ը դարձնեն 5-ը քայլ, ու այս կարգի բազմաթիվ բաներ։ Եվ այս համատեքստում իմ կարծիքով իրենք ոչ շանս, ոչ հեռանկար, ոչ ապագա ունեն, հետևաբար նաև այդ պատճառով էր, որ չեմ հետևել, որտեվ համոզված եմ, նաև պարտադիր է իմ համար, որ այս կարգի կուսակցությունները, ովքեր դրսից են ֆինանսավորվում, ովքեր իրենց գումարները աշխատել են արտերկրում, չպիտի գրանցվեն ու չպիտի ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենան։ Տեսեք, արտերկրում, բացի Ռուսաստանից, էլի շատ մեծահարուստ հայեր կան։ Թվարկեն Վաչե Մանուկյանից սկսած մինչև Լուիս Սիմոն Մանուկյան եւ այս մարդիկ ինչի կուսակցություն չբացեցին այստեղ քաղաքական։ Իսկ ինչու չբացեցին եւ ինչու որովհետեւ այդ երկրները նման ծորակները, ասենք օլիգարխներ եւ այլը չեն օգտագործում Հայաստանում քաղաքական ազդեցություն ձեռք բերելու համար, որտեվ այդ երկրները ցիվիլ երկրներ են, ժողովրդավար երկրներ են, որտեվ այդ երկրի մեծահարուստները կոմպրոմատային կախվածություն չունեն տվյալ երկրի իշխանությունից։